կապիտուլյացիա խաղաղության անվան տակ։ Կարևոր օր է, չէ, այսօր, ու երևի այս տեսակ կարևոր օրերին է պետք անկեղծ լինել, անկեղծ զրուցել։ Ինչ վիճակում ենք մենք մոտեցել հունվարի 28-ին։ Առաջին անգամ հազարամյակների ընթացքում Արցախում չկան հայեր, այնինչ չկարողացան անել մոնղոլ թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը, Արցախում չկան հայեր։ Բայց Ադրբեջանը արդյոք սրանով բավարարվելու է։ Տեսեք, միջազգային տարբեր վարկանիշային աղյուսակներ կան, օրինակ այսպիսի վարկանիշային աղյուսակ կա Global Firepower-ից, որը նշում է հետևյալը, որ աշխարհի 145 երկրներից մեր բանակը 101-րդ տեղում է իր ներուժով, իր պոտենցիալով, ադրբեջանական բանակը 60-րդն է։ Տրամաբանական հարց առաջում, ինչի համար են իրենք սա ուզում։ Միգուցե իրենք սա ուզում են արևմտյան Ադրբեջան ստեղծելու համար։ Հրապարակվել են բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր այն մասին, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ֆինանսավորում է արևմտյան Ադրբեջան նախագիծը։ Հիմա մի իրավիճակում, երբ որ իրենց բանակը մերից այսքանով տարբերվում է, երբ որ մենք ոչնչացրել ենք մեր հարաբերությունները մեր դաշնակիցների հետ, ո՞նց եք դուք պատկերացնում, որ այս իրավիճակում կարող է գալ խաղաղություն։ Իսկ միգուցե գալիս է կապիտուլյացիա, որը անվանում են խաղաղություն։ Իսկ ինչու կապիտուլյացիա, որովհետև Ադրբեջանի բոլոր պահանջները առանձին, բայց կյանքի են կոչվում։